Մեզ անդադար գրում եք, չմոռանաք ավանդների մասին ձեր խոստումը, ոչ մի դեպքում չենք մոռանա։ Մեր ծնողները խորհրդային խնայի բանկում ավանդ են դրել, 90-ականներին այդ խնայողությունները հիմնավորապես արժեզրկվել են եւ պետությունն ընդունել է, որ պետք է սահմանափակ փոխհատուցում տա։ Բայց այսօր ծրագրի գլխավոր անարդարությունը տարիքն է։ Փոխհատուցումը հասանելի է միայն շատ ուշ, մարդիկ տարիներով սպասում են ու շատերը պարզապես չեն հասցնում ստանալ իրենց հասանելիք փողը։ Երկրորդ անարդարությունն ավելի ծանր է։ Եթե մարդը մահանում է, ընտանիքը, կինը, երեխաները հաճախ ոչինչ չեն ստանում, բայց իրավունքները չեն կարող վերանալ միայն որովհետև մարդը չի հասցրել իր փողը ստանալ։ Լուծումը պարզ է՝ երկու քայլից։ Հենց այս տարի 2026 թվականին ՇՄ-ը իջեցնել առնվազն 10 տարով, շահառու դարձնելով մինչև 1954 թվականի դեկտեմբերի 31-ը, ոչ թե 1944 թվականին ծնվածներին, որ մարդիկ հասցնեն ստանալ փոխհատուցումը իրենց կյանքի ընթացքում։ Երկրորդ, օրենքով ամրագրել, որ ավանդատուի մահվան դեպքում փոխհատուցումն ամբողջությամբ անցնում է ժառանգներին։ Սա մարդկանց մասին է, նրանց վաստակի, վստահության եւ արժանապատվության մասին։ Միացեք այս պահանջին, եկեք պարտադրենք պետությանը խոսքը պահել մինչև վերջ։